Ողջույն բոլորին, այս տեսանյութում մարտի 17-ի լուսնային օրացույցն է։ Մինչև ժամը 07:17 դեռ կլինի լուսնային 27-րդ օրը։ Սկսված 07:17-ից մինչև մարտի 18-ը ժամը 07:24 կլինի արդեն լուսնային 28-րդ օրը։ Այսօր լուսինը կանգնած դիրք ունի, սկսվել է դեռ երեկվանից և շարունակվում է 16-ի գիշեր լույս 17 ժամը 03:15 Մարտի 17-ին լուսինը գտնվում է ձկներ նշանում, ոտնաթաթերը, մատները, հիպոֆիզը, էպիֆիզը, էնդորֆինի և մելատոնինի արտադրությունը։ Մարմնի և օրգանների այս մասերը բավականին զգայուն կլինեն և ուշադրության կարիք կունենան։ Վիրահատություններ կարելի է, բայց ոչ նշածս օրգաններում։ Լուսնային 28-րդ օրվա խորհրդանիշը դա լոտոսն է, ջրաշուշանը, հոգևոր խորաթափանցություն, օրվա կարգախոսը, բախտը կողմ է համարձակներին, օրվա գույներն են կապույտը և կանաչ, օրվա քարերն են արագոնիտ, քրիզոպրաս և բելոմորիտ։ Լուսնային 28-րդ օրվա էներգիան մաքուր է ու պայծառ, ու հաջողությունը սպասվում ստեղծագործական գործերում։ Այսօր գեղեցիկ և լուսավոր օր է, հաջողությունը կուղեկցի բոլոր շինարարական և արտադրական ոլորտներին։ Հիանալի ժամանակ է տուն կառուցելու և բնակարան վերանորոգելու, նաև մեքենան վերանորոգելու համար։ Ձկնորսության հարկավոր չէ գնալ, քանի որ առանց ձկան ետ կվերադառնաք։ Փայտագործների համար նույնպես անբարենպաստ է։ 28-րդ լուսնային օրը կյանքը մեզ նաև դասեր է տալիս, որոնք պետք է շատ ուշադիր վերաբերվենք։ Օրինակ, եթե դուք բավարար գումար չունեք, սա կարող է ցույց տալ, որ դուք չեք անում այն, ինչ սիրում եք, և չեք անում ձեր աշխատանքը։ Ժամանակն է լսել ձեր հոգու ձայնը։ Եթե այն լսեք, այն կուղղի ձեր վիճակը։ 28-րդ լուսնային օրը այս ամսվա վերջին բարենպաստ օրերից մեկն է։ Պահպանեք լավ տրամադրություն և որքան հնարավոր է եղեք ուրախ։ Այսօր չի կարելի միջատներին սպանել և ծառեր կտրել։ Լավ օր է բույսեր տնկելու համար։ Օրը բարենպաստ է ամեն ինչ սկսելու համար, նա միշտ հաջողություն է բերում բիզնեսում։ Ովքեր ճանապարհ են ցանկանում գնալ, ապա համարձակորեն գնացեք։ Եթե ցանկանում եք կարիերան աճի կամ մեկ այլ գործերով զբաղվեք, փոխեք ձեր մասնագիտությունը, գործունեությունը, ապա այսօրը հիանալի է դրա համար։ Այսօրը բարենպաստ է բիզնեսով զբաղվելու, պատասխանատու որոշումներ կայացնելու, պայմանագրեր կնքելու համար։ Կարող եք ցանկացած գործարք կնքել, բանակցել, աշխատել արժե թղթերով և գումարներով։ Ձեր հանգիստն անցկացրեք բնության գրկում։ Այսօր անհրաժեշտ է վերահսկել արյան ճնշումը և հոգ տանել ձեր գլխի մասին։ Աշխատեք ճիշտ ընդունել բոլոր իրադարձությունները, որոնք տեղի կունենան այսօր։ Ձեր ամբողջ ապագան կախված կլինի դրանից։ Այսօրվա սկսված հիվանդությունը արագ կանցնի առանց բարդությունների։ Ցանկալի է սննդակարգից բացառել միսն ու մրգերը։ Այսօր ավելի լավ է ուտել բուսական ծագում ունեցող սնունդ։ Կարող եք պիդիկյուր և մանիկյուր անել։ Հիպերտոնիայով տառապող մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը։ Շատ կարևոր է հոգ տանել ձեր տեսողության մասին, ավելի քիչ նստեք համակարգչի մոտ և հեռուստացույց դիտեք։ Պայծառ լույսն անցանկալի է։ Լավ օր է սպորտով զբաղվելու համար։ 28-րդ լուսնային օրը բարենպաստ է բիզնեսով զբաղվելու, պատասխանատու որոշումներ կայացնելու և պայմանագրեր կնքելու համար։ Ֆինանսական գործարքների և պայմանագրերի իրականացման, անշարժ գույքի և առևտրի ոլորտներում նույնպես հաջող են, բացի այդ նախկինում կնքված գործարքները կարող են արդյունք բերել։ Բայց դրա մասին չպետք է հայտնեք բոլորին։ Ձեր հաջողությամբ կարող եք ուրախանալ միայն վստահելի ընկերների և մտերիմների շրջապատում, ինչ էլ որ պատահի մնացեք հանգիստ և բարեհոգի։ Այսօր դուք պետք է դանդաղ աշխատեք, բայց չպետք է ենթարկվեք ծուլության։ Զբաղվեք ֆինանսական և անշարժ գույքի հարցերով։ Եթե պարտքեր ունեք, որոնք դեռ չեք հասցրել մարել, ապա ֆինանսական գործարքներ մի կատարեք, դրանք կորցնելու վտանգը մեծ է։ Լուսնային 28-րդ օրը շատ բարենպաստ է բիզնեսի և կարիերայի համար։ Բոլոր ֆինանսական գործերը կհաջողվեն անհավանական հաջողությամբ։ Հատկապես դրական պտուղներ կտան լուսնային ցիկլի սկզբում կնքված պայմանագրերն ու գործարքները։ Այսօր հիանալի օր է ժամադրության և ռոմանտիկ հարաբերությունների համար, հատկապես եթե դա առաջին ժամադրությունն է։ Եթե որոշել եք ամուսնանալ, ուրեմն իմացեք, որ 28-րդ լուսնային օրը դրա համար ամենահաջող շրջանը չէ։
Քանի որ այս լուսնային օրը ստեղծված ընտանիքը մշտապես ենթարկվելու է ծնողների ազդեցությանը, ովքեր կփորձեն վերափոխել նորապսակների կյանքը այնպես, ինչպես իրենք են ցանկանում, ինչը իհարկե կհանգեցնի ամուսնալուծության։ Բայց եթե այնուամենայնիվ որոշել եք օրինականացնել ձեր հարաբերությունները, ապա խորհուրդ է տրվում հարսանիքը նշել մտերիմ ու վստահելի մարդկանց շրջապատում, համեստ կերպով։ Նման ամուսնությունը ցանկալի է կյանքի զգալի փորձ ունեցող հասուն զույգերի համար։ Եթե որոշել եք փոխել ձեր կյանքը, ապա այսօր անպայման պետք է սանրվածք անեք։ Ձեր սանրվածքը պարզապես կհմայի ձեզ շրջապատողներին։ Նրանք կնկատեն ձեր փոփոխությունը։ Որոշ մարդկանց մոտ սանրվածքը կարող է կռիվ հրահրել։ Եթե գիտեք, որ ձեր մազերը կտրելու ձեզ հետ կարող են վիճել, օրինակ ձեր ամուսինը կամ կինը, ապա ռիսկի մի դիմեք։ 28-րդ լուսնային օրը մի ներկեք ձեր մազերը, միայն արմատները կարող եք ներկել։ Ովքեր կհղիանան այսօր, այդ երեխան կլինի խաղաղ եւ հանգիստ։ Իրենք կլինեն շատ հաջողակ։ 28-րդ լուսնային օրը ծնված երեխաները կարող են շատ տարբեր լինել։ Նրանցից ոմանք ապրում են իրենց ողջ կյանքն առանց հույզերի եւ կապվածությունների, իսկ ոմանք վերածվում են ալտրուիստների, ու մոտ ձգվում են մյուսները։ Դուք երբեք աղքատության վիճակի տակ, վտանգի տակ չեք լինի, նաեւ աղքատ վիճակում չեք լինի։ 28-րդ լուսնային օրվա երազները կարող են մարգարեական լինել եւ կանխատեսել ձեր ապագան։ Օրվա հավելյալ քարերն են ամեթիստը, ակվամարինը, նաեւ օպալը։ Ինչ կարելի է անել այս լուսնային օրը։ Աշխատատար գործընթացներ, նոր նախագծեր, կարիերայի աճ, գործունեության ոլորտի փոփոխություն, խոշոր վերանորոգումներ, ֆինանսական գործարքներ, ճամփորդություններ եւ կեսօր առավոտ մի զրուցակ մարդկանց հետ, հատկապես անծանոթ, օրվա երկրորդ կեսից հետո։ Ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը օրվա առաջին կեսին անծանոթ մարդկանց հետ շփվելուց եւ չափազանց ֆիզիկական ակտիվությունից։ Եվ այսօր բարենպաստ է մաքրել լյարդը, նաեւ ճիճուների դեմ պայքար սկսել, բարենպաստ է նաեւ բացել խանութ, դուրս գալ աշխատանքից, գումար հետ գցել, հավաքել, գործարքներ կնքել, հարցազրույցի համար է բարենպաստ, վերանորոգման աշխատանքների սկզբի համար։ Կենցաղային տեխնիկա գնելու համար եւս բարենպաստ է, նաեւ կենդանիներին ամորձատելու համար։ Ամուսնալուծության համար եւս բարենպաստ է։ Հունքերի եւ թարթիչների շտկում նույնպես։ Եվ այգեգործության համար բարենպաստ է այսօր կարտոֆիլի բերքահավաքը, մարինացնել վարունգը, ելակի տնկում, պաշտպանել բանջարեղենը եւ այլն, բանջարեղենը թթու դնել, բանջարեղենի պատրաստում, սոխ հավաքել եւ ելակի սերմերը տնկելու համար է բարենպաստ։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։